Ողջույն եթերում մոլորակ ռադիոն է, ձեզ հետ հարավային դպրոցի առաջին դասարանի աշակերտ Դանիելն է։ Այսօր ես ձեզ կներկայացնեմ կոնֆետի անտառում հեքիաթը։ Կար չկար մի կախարդական անտառ կար։ Այդ անտառի ծառերի վրա աճում էին աշխարհի ամենահամեղ կոնֆետները։ Բոլոր մանուկները ցանկանում էին հայտնվել այդ անտառում։ Բայց անտառը ուներ մի գաղտնիք, այնտեղ կարող էին մտնել միայն ամենախելոքները։ Մի օր անտառ եկավ մի փոքրիկ տղա և փորձեց ներս մտնել, բայց բարի փերին կանգնացրեց նրան և հարցրեց. «Փոքրիկ տղա, դու քեզ խելոք պահե՞լ ես»։ Տղան պատասխանեց. «Դուք դա պետք է հարցնեք իմ մայրիկից, բայց ես կատարել եմ իմ բոլոր դասերը։ Դրա համար մայրիկս ինձ թույլ է տվել գալ անտառ»։ Բարի փերին ուրախացավ և թողեց, որ տղան ներս մտնի, և ասաց նրան. «Ապրես, փոքրիկ, ես հասկացա, որ դու ոչ միայն խելոք ես, այլ նաև շատ խելացի ես»։ Անտառի դռները բացվեցին, և տղան ներս մտավ և կերավ ծառերի վիճը ամենահամեղ կոնֆետները։ Այդ ժամանակ մի չար տղա փորձեց ներս մտնել, բայց բարի փերին նրան կանգնացրեց և հարցրեց. «Արդյոք նա իր բոլոր դասերը կատարել է»։ Տղան ասեց. «Ոչ, այս անտառ կարող էին մտնել միայն ամենախելոք և խելացի բալիկները», ասաց բարի փերին և շարունակեց. «Դու գնա և աշխատիր քո վրա, որ կոնֆետի անտառի դռները բացվեն քո առաջ»։ Այսպես էլ ավարտվեց մեր հեքիաթը։ Ահա թե ինչպես է լինում, ամենաչար և ամենաբարի տղաների հետ կհանդիպենք հաջորդ անգամ։ Ցտեսություն։